Ողջույն սիրելի հետևորդներ ջան, դուք դարձյալ Նունեի խոհանոցում եք, շնորհակալություն, որ դարձյալ ինձ մենակ չեք թողել, այսօր շատ համեղ թխվածք ենք պատրաստելու, մեր ժողովրդի կողմից շատ սիրված փախլավա։ Անցած տեսանյութում ներկայացրեցի, թե ինչպես ստանալ տնական համեղ շերտավոր գաթան, իրականում շատ մեծ արձագանք ստացավ այդ տեսանյութը եւ իմ հետևորդների խնդրանքով այսօր պատրաստելու եմ փախլավա։ Փախլավա մեր ժողովուրդը շատ է սիրում, չէ՞, բոլորն էլ սիրում են։ Այսօր կպատրաստենք այդ քաղցր համեղ թխվածքը։ Մնացեք ինձ հետ, լայքելով տեսանյութը եւ բաժանորդագրվելով իմ ալիքին, եթե իհարկե դա չեք արել։ Փախլավան պատրաստելու ենք նույն գաթայի խմորից։ Ես գաթայի խմորը պատրաստել եմ 3։ Գաթայի տեսանյութում արդեն մանրամասը ներկայացրել եմ խմորի պատրաստման գործընթացը։ Եթե մարդիկ կան, որ գաթայի պատրաստման տեսանյութը դեռ չեն տեսել, առաջարկում եմ մի պահ հետ գնանք եւ 0-ից տեսնենք ինչպես ենք ստանում խմորը։ Այնուհետև կվերադառնանք եւ կշարունակենք մեր փախլավայի գործընթացը։ Մեզ անհրաժեշտ է 2 ձվի դեղնուց, ավելացնում ենք գոլ ջուր, 2 բաժակ ջուր ավելացրինք, ավելացնում ենք ձեթը, նորից խառնում ենք, այնուհետև քացախը, ավելացնում ենք աղը եւ կիտրոնի աղը։ Հիմա քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Հիմա խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Այսպիսի տեսք պետք է ունենա մեր խմորը, այնքան պետք է հուծենք, որ խմորը չկպնի ձեռքերին։ Տեսնում եք, սիրելիներս, ինչ լավ խմոր է ստացվել, այնքան պետք է հուծենք, որ ստանանք այսպիսի խմոր։ Խմորը բաժանում ենք 4 մասի։ Եվ այսպես գնդիկներ ենք անում եւ տեղափոխում տոպրակի մեջ, այսպես։ Խմորը պետք է իր խոնավությունը պահպանի, եթե խմորը չորացավ, հաջող չի ստացվի մեզ մոտ գաթան։ Ահա, սիրելիներս, թողնում ենք կես ժամ հանգստանա, կես ժամ հետո նորից կշարունակենք մեր գործողությունները։ Մեր խմորը 30 րոպե հանգստացավ, հիմա հանում ենք, եւ ձեռքերով այսպես բացում ենք։
Խմորը այս չափսի բացում ենք։ Ինձ մոտ մարգարին է, մարգարինը ավելի լավ է ստացվում։ Եվ այսպես խմորը հավաքում ենք։ Շրջում ենք, նորից դնում ենք կես ժամ հանգստանա։ Մենք նորից ծածկում ենք, որ խմորը փափուկ մնա։ Եվ այսպես բոլոր գնդերը։ Կես ժամ էլ թողնում ենք այս վիճակով հանգստանա, կես ժամ հետո նորից կշարունակենք մեր գործողությունները։ Լրացավ մեր 30 րոպեն։ Նորից դնում ենք սննդային տոպրակի մեջ, եւս թողնում 30 րոպե հանգստանա։ Նույնը կրկնում ենք այս 3 գնդերի հետ։ Սիրելի հետևորդներ, մեր 30 րոպեն լրացավ, բացովի տարբերակը պետք է կրկնենք երկրորդ անգամ։ Հիմա արդեն պետք է գրտնակենք։ Խմորը պետք է գրտնակենք մի ուղղությամբ եւ շատ բարակ, որպեսզի շերտերը ճիշտ ձևավորվեն։ Եվ այսպես կրկնում ենք մյուս 3 գնդերը։ Մեզ անհրաժեշտ է ընկույզ, շաքարավազ, կաթ, ձվի սպիտակուց, մեխակ, դարչին, ձվի դեղնուցներ։ Սիրելի հետևորդներ, գնդերից մեկը պետք է բացենք եւ տեղափոխենք ջեռոց։ Մեջտեղի գունդը պետք է թխվի ջեռոցում, իսկ այն երկուսը արդեն ընթացքում ցույց կտամ ինչպես պետք է անենք։ Հիմա նախորոք գրտնակում ենք, տեղափոխենք ջեռոց, մինչ նա կթխվի, մենք կշարունակենք մեր գործողությունները։
Գունդը պետք է կլոր ստանանք, քանի որ մեր ջեռոցի տարան կլոր է։ Հիմա տեղափոխենք ջեռոց։ Ջեռոցում թխվելու է 200 աստիճանի տակ։ Մինչ շերտը կթխվի, այս ընթացքում կտրատենք ընկույզը։ Իմիջիայլոց, սիրելի հետևորդներ, որդիս Արգամը արգամբլոկում մի շատ հետաքրքիր նյութ է ներկայացրել, որը պատմում է մրգերի, հատապտուղների, բնության բարիքների եւ մարդկային օրգանների զարմանալի նմանության եւ օգտակարության մասին։ Տեսանյութը հիմնականում այն մասին է, որ երբ բնության որևէ պտուղ զարմանալիորեն նման է մարդու օրգանին, ուրեմն հենց այդ պտուղը ստեղծված է այդ օրգանը բուժելու համար։ Այնտեղ շատ հետաքրքիր գիտական փաստեր է ներկայացնում, այնպես որ սիրելիներս այդ տեսանյութը նույնպես նայեք։ Լինքը նույնպես տեղադրված է նկարագրության բաժնում։ Շատ մանր չենք կտրատում, որովհետև հաճելի է ընկույզի ներկայությունը, երբ զգում ես թխվածքի մեջ։ Ընկույզը շատ մանր պետք չէ կտրատել, որովհետև փախլավան ուտելիս շատ հաճելի է ընկույզի առկայությունը, երբ զգում ես։ Սիրելի հետևորդներ, մոտենում են տոնական օրերը, շատերը նախընտրում են թխվածքը ոչ թե գնել խանութներից կամ պատվիրել, այլ իրենք պատրաստեն իրենց ձեռքերով։ Դրա համար այսօր ես ձեզ ներկայացնում եմ փախլավայի շատ համեղ եւ հեշտ բաղադրատոմս, որը ամանորյա օրերին կգոհացնի ձեզ եւ ձեր հյուրերին։ Ահա մեր շերտը արդեն պատրաստ է։ Հիմա ընկույզը կտրատեցինք, ընկույզի վրա ավելացնելու ենք շաքարավազը 200 գրամ, 1 թեյ գտալ դարչին, 1 թեյ գտալ մեխակ աղացած եւ 2 ձվի սպիտակուցը։ Հիմա մի լավ խառնում ենք, սա մեր միջուկն է, սիրելիներս։ Մեր միջուկը արդեն պատրաստ է։ Հիմա գրտնակում ենք հաջորդ շերտը։ Փախլավայի համար շատ հարմար է շերտավոր խմորը, սիրելիներս, շատ համեղ է ստացվում։ Սիրելի հետևորդներ, հիմա մեր միջուկը այսպես շերտի վրա տարածում ենք։ Հիմա այս թխված շերտը հակառակ կողմով դնելու ենք ընկույզի վրա, միջուկի վրա։ Եվ շարունակենք մեր միջուկը տարածել եփված շերտի վրա։ Ահա ընկերներ, մեր երկրորդ շերտն էլ արդեն պատրաստ է, հիմա գրտնակելու ենք երրորդ շերտը։ Երրորդ շերտն ենք տեղադրում։ Այսպես պետք է լավ ամրացնենք ծայրերը։ Հիմա սիրելիներս գծեր ենք քաշում նախշերի տեսքով։ Այնպես պետք է անենք, որ միայն վերևի շերտը կտրվի։ Ուղղությունը փոխում ենք։
Ձվի դեղնուցները խառնում ենք եւ վրան ավելացնում ենք կաթ, որպեսզի ավելի ախորժելի տեսք ունենա մեր փախլավան։ Եվ քսում ենք փախլավայի վրա, որպեսզի փախլավան ավելի գեղեցիկ լինի, ավելի ախորժելի լինի։ Հիմա ուղարկում ենք նախորդ տաքացված ջեռոց 200 աստիճանի տակ թխվելու։ Հիմա վառում ենք գազօջախը, ավելացնում ենք 200 մլ ջուր եւ 100 գրամ շաքարավազ։ Թողնում ենք եռա։ Արդեն եռում է մեր շաքարաջուրը, ավելացնում ենք 2 ճաշի կտալ լիմոնի հյութ եւ 5 ճաշի կտալ մեղր։ Ինձ մոտ տնական մեղր է, եթե չկա տնական մեղր, կարող եք խանութներից գնել, եթե իհարկե խանութներինը իրոք մեղր է։ Լավ խառնում ենք, որ վերջում ավելացնենք մեր փախլավայի վրա։ Վերջ սիրելիներս 35 րոպե թողեցինք ջեռոցում, հիմա արդեն պատրաստ է մեր փախլավան։ Վերջում շարում ենք ընկույզները եւ օշարակը լցնում ենք փախլավայի վրա։ Այսպես առատ լցնում ենք։ Մի քանի րոպե թողնում ենք, որպեսզի ամբողջ օշարակը ներծծվի։ Դե ինչ ընկերներ, այսօրվա համար այսքանը։ Արդյունքում ունեցանք շատ համեղ, գեղեցիկ փախլավա։ Պատրաստեք, համտեսեք, ինձ հետ մեկնաբանություններում կապ հաստատեք, տեսնեմ ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Չմոռանաք լայքել տեսանյութը, բաժանորդագրվել իմ ալիքին, ձեզ հետ Նունեն էր, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսի շրջանակներում։ Լավն ու բարին ձեզ հետ։ Շատ համեղ է։